Փետրվարի 7-ին ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց մի երիտասարդ, որը չարաշահելով Աբովյան քաղաքի գրավատներից մեկի աշխատակցի վստահությունը, կեղծ ոսկի էր գրավադրել, ստանալով 230,000 դրամ։ 2014 թվականի փետրվարի 7-ին Աբովյան քաղաքի օգոստոսի 23 փողոցում գտնվող գրավատան դիմացից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Գրիգոր Յազիչյանը, ում մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվեցին թվով 4 հատ կեղծ ոստիկազարդեր, որոնք ըստ իր խոստովանական բացատրության պատրաստել է ինքը արծաթի և ոսկու համաձուլվածքից և որպես ոսկյազարդեր իրացրել Աբովյան քաղաքում և Երևան քաղաքում գործող տարբեր գրավատներում։ 27-ամյա Գրիգորը Մալայցիայի ոսկու շուկայում ոսկերչությամբ էր զբաղվում, անհատ ձեռներեց էր, մի օր էլ որոշեց ոսկի կեղծել գրավադնելու նպատակով, ահա թե ինչպես։ Իմ արհեստանոցում եմ պատրաստել, կեսը ոսկեր, կեսը արծաթ։ Զարդերը բերել էր Աբովյան ու հանձնել գրավատուն։ Իրականացված քննչական գործողություններով հետո պարզվեց, որ Գրիգոր Յազիչյանը կեղծ ոսկի է գրավադրել երկու այլ գրավատներում ևս, ստանալով 728,000 դրամ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով։ Գրիգոր Յազիչյանը կալանավորված է։ Կան հիմնավոր կասկածներ, որ նրա գործողությունների հետևանքով կարող են նաև այլ տուժողներ լինեն, որոնք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։